Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այս պահին կամ հետո կհետևեն իմ այս ելույթին։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ամեն օրը կարող է էական նշանակություն ունենալ մեզ համար։ Այսօր բոլորը ընդունում են, բոլորը առանց բացառության, որ ազգային հավաքականության միասնական դրսևորմամբ կարելի է հասնել փոփոխությունների։ Սակայն մեզ խանգարողն այն է, որ այդ գործը կատարելու կոչված, այդպիսի առաքելություն ունեցող պետութենական, այսինքն քաղաքական ուժերը բոլորը ձգտում են մի նպատակի, որը կարող է դառնալ ուժերից մեկինը, այն դեպքում երբ մյուսներինը չի դառնում։ Այսինքն բոլորը ելքը տեսնում են իշխանության համար պայքարի մեջ, միավորում ակնկալել հնարավոր չէ։ Ես որպես մեկ անգամ մեր ողջ ազգին միավորած անձ, միավորած անկախության գաղափարի շուրջը, միավորած միաժամանակ ինքնորոշման գաղափարի շուրջը, որի ածանցյալներ նաև Արցախյան շարժումը, ես իմ պարտքն եմ համարում հանդես գալ մի, կարող եմ ասել, վճռորոշ նախաձեռնությամբ։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, ինչ որ ժամանակով, կարճ ժամանակով, մոռանալ իրենց իշխանության հասնելու ճանապարհով մեր երկրի վիճակը բարելավելու հույսերը, սին հույսերը, հասկանալ, որ Հայաստանում չկա քաղաքական դաշտ, պատկերացնել, որ իրենք ուզում են ֆուտբոլ խաղալ, հաղթել այդ ֆուտբոլի խաղում, առանց ֆուտբոլի դաշտի առկայության։ Սա հասկանալ է պետք։ Եվ հասկանալուց հետո բոլորս ուժերը միավորենք քաղաքական դաշտի, այդ ֆուտբոլի դաշտի կայացմանը։ Մեր նպատակը պետք է լինի ոչ թե մեր իշխանության գալը, այլ Հայաստանի քաղաքացիներին իրենց պատկանող իշխանությունը իրենց վերադարձնելը։ Սա պիտի լինի մեր գլխավոր նպատակը։ Անկամ անկախությունը պետականությունը դրանից է կախված։ Պետականություն նշանակում է ինչ որ տարածքի բնակիչների հավաքական կամքով ձևավորված կազմակերպություն, պետություն։ Պետությունը կա, եթե քաղաքացիներն ազատ են ու իրենք այդ ազատությունը երկրի տերը լինելու իրենց կարողականությունը օգտագործում են իրենց ճակատագիրը, իրենց առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Այսպիսով, ես բոլոր քաղաքական ուժերին, ոչ միայն քաղաքական ուժերին, բայց նախ եւ առաջ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում միավորվել Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու նպատակի շուրջը։ Այդ նպատակի իրականացման համար ես արդեն 2 տասնամյակից ավելի պատրաստ ունեմ եւ արդեն մշակելով կատարելության եմ հասցրել բացարձակ ժողովրդավարության գաղափարախոսությունը։ Այսինքն մի համակարգ, որը ամբողջությամբ երկրի տեր է դարձնում քաղաքացիներին, ովքեր կամենում են մանրամասներին ծանոթանալ, զուտ տեսական առումով կարող են մտնել demos.am կայքեջ եւ այնտեղ կարդալ դեպի բացարձակ ժողովրդավարություն ուսումնասիրությունը։ Ովքեր որ ուզում են ավելի առաջ գնալ, նրանք կարող են այնտեղ գտնել նաեւ սահմանադրության նախագիծը, սահմանադրության նախագիծ, որը 14 թվականին տրվել է նախորդ իշխանություններին, դրանից առաջ նույնպես ներկայացվել է, բայց ոչ որպես նախագիծ, այլ որպես սկզբունք։ Հետո 3 անգամ ներկայացվել է այսպես կոչված նոր իշխանություններին եւ նրանց կողմից մերժվել, որովհետեւ դա հակասում է իրենց տենչին։ Իրենք ուզում էին եւ ուզում են իրենք լինել իշխանությունը։ Իսկ ես ներկայացրել եմ մի նախագիծ, որով իշխանությունը դառնում է ժողովրդի սեփականությունը եւ ոչ թե բարերի շարադրանքով, այսպեսի խոստումներով, այլ առարկայորեն ամեն քաղաքացի նախ եւ առաջ
գոնե ներկայացուցչական մարմիններում դառնում է իրավահավասար, ընտրություններին մասնակցած որևէ քաղաքացու ձայն չի կորում։ Պետական համակարգն ու օրենքները նրա համար չեն, որ օրենքի անկատարության պատճառով քաղաքացու երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքը ոտնահարվի։ Այսինքն դու 5%-անոց արգելանք ես սահմանում եւ 5%-ից պակաս ստացած քաղաքացիների մեծ խմբեր մինչև 100,000 հոգի պարլամենտ չեն անցնում։ Սա անթույլատրելի է, խտրականությունը անթույլատրելի է եւ այն ինչ ես առաջարկում եմ շահեկան վիճակ է ստեղծում բոլոր քաղաքական ուժերի համար արդար ճանապարհով գործել եւ հասնել նաեւ իրենց քաղաքական իշխանատենչական նպատակներին։ Բայց նախնական փուլում մենք պիտի մեր երկիրը այնպեսին դարձնենք, որ քաղաքացիները իսկապես լիարժեքորեն զգա, որ իրենց երկրի տերն են, այդ հավաքական իշխանատիրության շնորհիվ վերացնեն բոլոր այն սխալները, որ թույլ են տվել եւ թույլ են տալիս Հայաստանի իշխանությունները, ձևավորեն նոր իշխանություններ եւ արմատապես փոխեն վիճակը։ Այսպիսով քաղաքական ուժեր, դուք իրար հետ հանդիպելու ընդունակ չեք, դուք իրար ատում եք, դուք ձեր հիմնական մասը, ձեր մեծամասնությունը այս կամ այն մի փոքր խնդրի պատճառով մնացյալ ամբողջ հարցերը անտեսում է։ Ես հանդես եմ գալիս տվյալ դեպքում նախաձեռնությամբ, թեկուզ առանձին հանդիպել, նաև այն ուժերի հետ, որ ինչ-ինչ պատճառերով չեն կարող մյուս քաղաքական ուժերի հետ շփվել։ Հետևաբար առանձին կապվեք ինձ հետ եւ մենք միասին կստեղծենք այդ նոր շարժման մի նախաձեռնող խումբ, կազմակերպական կառույց։ Եթե որևէ քաղաքական ուժ իրեն ավելի բարձր կհամարի, կամ վիրավորվածի տեսք կընդունի, կամ կասի այսինչի կողքին ես չեմ կարող կանգնել, կանտեսենք, թող գնա ինքը իր համար իր նմաններին գտնի։ Իսկ մյուսները պարլամենտական ուժեք, թե ոչ պարլամենտական, երեք եք ստեղծվել, թե 100 տարի առաջ, բոլորիդ հրավիրում եմ։ Եթե կա ձեր մեջ մեկը, որ մեր ազգի համար ավելի շատ բան է արել անհատապես, իշխանագիր լինելով հանդերձ նույնիսկ, ավելի շատ բան է արել, քան ես եմ արել, թող ինքը իջնի ասպարեզ, եւ ես կմիանամ, այլապես իսկ դա բացառվում է, չկա, որևէ մեկը չի կարող ներկայանալ որպես ազգին որևէ ծրագիր մատուցած եւ այդ ծրագիրը կարեւոր ռազմավարական ծրագիրը ազգի սեփականությունը դարձրած անհատ, չկա այդպիսի բան, որովհետեւ այդպիսի ծրագրեր մենք ունենք ընդամենը 1-2-ը։ Սա պարզ ճշմարտություն է, որը ուրանալը նշանակում է ունենալ հետին նկատառումներ կամ լինել KGB-ի շուն, կամ KGB-ի մնացուկների շուն, որովհետև KGB-ն որպես այդպեսին չկա։ Մեր ժողովրդի թշնամիների հլու սպասավոր։ Չկա մեկը, որ 5 անգամ դատվել է Հայաստանի անկախության, Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար։ Չկա մեկը, ով հասել է հաղթանակի։ Հիմա բոլոր են հիվանդ միջակությունները կասեն, Հայրիկյան էլի իր մասին խոսեց, բայց ձեր մասին խոսեմ, այ ողորմելիներ, խոսքս ուղղված է նրանց, ովքեր պիտի վայրահաչեն, թե Հայրիկյան էլի իր մասին խոսեց։ Այո, ես իմ մասին եմ խոսում, որովհետև իմ վրա վերցրել եմ անցյալում պատասխանատվություն, հիմա նույնպես վերցնում եմ։ Բոլոր քաղաքական ուժերը պարտավոր եք համախմբվել այս ծրագրի շուրջ, որովհետև սա ամենակարճ ճանապարհն է ազատվելու այս թյուրիմացություններից։ Եթե իրենք էլ կուզենան միանալ, իրենց էլ կընդունենք, որ միասին իրենց թյուրիմացությունների վերացման իրենք էլ մասնակցեն։ Եվ շատ արագ կիրականացնենք այն, ինչ պարտավոր ենք իրականացնել որպես քաղաքական ուժեր, Հայաստանի քաղաքական ուժեր։ Եթե դուք կփորձեք ձեզ ջայլամի տեղ դնել, գլուխները ավազի մեջ խրել, դուք չեք երկրի տերը։ Դուք կաք, որովհետև քաղաքացիները ձեզ ինչ որ չափով հավատում են։ Դուք ամեն օր տրտնջում եք, վայնասուն եք բարձրացնում ձեր հիմնական մասը, թե ինչ վատն են այսօրվա իշխանությունները, բայց գործնական քայլ անելիս չկաք։ Կամ սպասում եք, որ անպայման դուք ղեկավարեք։ Հիմա ես առաջարկում եմ մի շարժում, որի համակարգող այո ես եմ, բայց ոչ ղեկավարը։ Գաղափարը տվողը ես եմ, բայց ոչ այդ գաղափարի տերը։
Այդ գաղափարը մեր ժողովրդի համար է, ձեզ համար է, ձեր բոլորի համար, ինչպես անկախություն հանրաքվեի ճանապարհով գաղափարի համար տառապանքները ես եւ ընկերներս ենք կրել։ Խաղ ու պարեք կարծում KGB-ի բանտերում 18 տարի անցկացնելը։ Մի պատկերացրեք 18 տարի։ Հետո էլ բռնի արտաքսվելը, հետո էլ ստիպել որ քեզ հետ ընդունեն։ Ընկերներից մահերը ինչքան ընկերներ եմ ես կորցրել, առաջին գործով 5 հոգի հետս դատվել են, ոչ մեկը կենթանի չէ։ Հիմա ես ինչ եմ ասում։ Ձեզ բոլորի կհետաքրքրի թե բա ինչ պիտի անենք։ Երբ մենք 100,000-ով էլ փողոց դուրս գանք ու ասենք Նիկոլ հեռացիր կամ Պողոս հեռացիր Պետրոս նախագահ վարչապետ, դա իշխանության համար կռիվ է։ Բայց երբ մենք 500 հոգով դուրս գանք, կասենք քննարկեք բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը, պարտավոր եք քննարկել։ Այդ հանձնաժողովը չեք ստեղծել Նիկոլի հիմարությունները քննարկելու համար։ Պատասխանատու եմ ուզում լինել Նիկոլի կողմնակիցներ, ձեր Նիկոլը ապուշ է, իդիոտ է, որովհետև աշխարհում չի եղել դեպք, որ պետական կառավարման համակարգը չփոխես, բայց սահմանադրություն փոխես։ Այդպիսի բան չկա։ Այդպիսի բան կարող է միայն իդիոտն ասել կամ հետին նկատառումներ ունեցող ստոր արարածը։ Եթե Նիկոլը մարդ լիներ, մի անգամ գոնե կասեր, մի հատ քննարկեք այդ նախագիծը։ 3 անգամ տրված է։ 15 քաղաքական ուժ է։ Հայ իրականության մեջ այդպիսի բան դեռ չի եղել, որ 15 քաղաքական ուժ որևէ նորամուծություն պաշտպանեն։ Ուրեմն մենք, ովքեր ծանոթ չեն, պատրաստ եմ անձամբ գնալ նույնիսկ դասախոսություններ կարդալ։ Խոսքս ուղղում եմ առաջին նախագահին, նաև երկրորդ նախագահին, երրորդ նախագահին, Նիկոլ Փաշինյանի շուրջը ինչ որ դրական որոնումներ, արդարամտորեն, դրական բան փնտրող մարդկանց բոլորին, տեսեք ոչ մեկի չեմ սահմանազատում։ Բոլոր նրանց, ովքեր հայտնի են նաև որպես KGB-ի գործակալներ, այդ բոլոր ունեն մի հայրենիք։ Եվ եթե իրենք ծառայեն այս նպատակին, հայրենիքի տերը կդարձնեն ժողովրդին։ Ուրեմն առաջին փուլ։ Դուք կարող եք ինքնուրույն ծանոթանալ demos.am կայքեջում այդ սկզբունքին, բացարձակ ժողովրդավարական սկզբունքին, նախագծին, հետո կհանդիպենք, շատ արագ պիտի լինի այդ հանդիպումները։ Ես չեմ ուզում սպասել փետրվարի 28-ին մեր հանրային հանդիպման ժամանակ ներկայացված հանրագրերի պատասխաններին սպասելը կարծում եմ նույնպես ժամավաճառություն է։ Այո, դրանց պիտի անդրադառնամ, այդպես ես ծրագրել եմ, այդ ընթացքը տվել եմ, բայց մենք պիտի շատ արագ գործենք, շատ արագ պիտի ստեղծենք սահմանադրական շարժում։ Այսինքն սահմանադրության բարեփոխման նպատակով ձևավորված շարժում։ Սահմանադրությամբ է, որ մենք պիտի երաշխավորենք իշխանության փոխանցումը ժողովրդին։ Եվ եթե իմ դեմ, ձեր դեմ, ձեզնից որևէ մեկի դեմ այսօրվա իշխանագիրները կարող են բարբաջել, իհարկե իմ դեմ շատ ավելի պակաս սահմանադրական բարեփոխումների ընթացքին մասնակցելու եւ որոշակի առաջարկներ քննարկելու պահանջի դեմ չեն կարող առարկել։ Դա վերջը կլինի որևէ ժողովրդավար իրեն ժողովրդավար ներկայացնող գործ չի։ Երբ ես ասացի իմ դեմ մի քիչ դժվար կլինի, որովհետեւ մի պարզ բան կա։ Ցանկացած քաղաքական գործիչ իր ծրագրերն է ներկայացնում նախ եւ առաջ, եւ այդ ծրագրերի համար ստանում ձայն։ Հայ իրականության մեջ չի եղել որևէ մեկը, որ 2 միլիոնից ավելի ձայն ստանա իր ծրագրերի համար։ Ես դա ստացել եմ։ Այդ ձայները ինձ տվել են այսօրվա ներկա սերնդի ծնողներն ու տատիկ-պապիկները։ 91 թվականի անկախություն հանրաքվեի ճանապարհով ծրագիրը եղել է իմ ծրագիրը։ 73 թվականին շրջանառության մեջ դրած։ Դրա համար եմ ես բանտերում այդքան երկար տարիներ անցկացրել։ Այդ ծրագրի շուրջ համախմբվել են Սովետական միության բոլոր ազգերի ժողովրդավարները։ Ի վերջո դրա շնորհիվ է, որ 89 թվականին Վիլնյուսում հավաքված ժողովրդավարական գործիչները ինձ նշանակել են Սովետական միության բոլոր ազգերի դեսպան արևմուտքում։ Հետո Փարիզում ընտրվել եմ ժողովրդավարություն եւ անկախություն կոորդինացիոն կենտրոնի նախագահը։ Այսինքն դա 73 թվականից շրջանառության մեջ դրված բացահայտ ներկայացված, հրապարակայնորեն ներկայացված ծրագիրն է։ Եվ այդ ծրագրին 2 միլիոնից ավելի մարդ այո է ասել։ Հիմա մի կերպ ժողովրդին խաբելով 600,000 ձայն ստացած մարդն ասում է. Ես 600,000 ձայն եմ ստացել, ով կարող է դրանից ավելի շատ ստանալ։ Այ փոքրիկ, այ փսլնքոտ։ 2 միլիոնից ավելի ձայն եմ ստացել։ Եվ եթե դու մարդ լինեիր, ոչ թե մարդակերպ, երկոտանի, այլ մարդ, վաղուց պիտի կանչած լիներ, ասել, ինչ կլինի, պարոն Հայրիկյան, մի հատ այդ բացարձակ ժողովրդավարությունը բացատրեք ինչ է, բայց քանի որ դու աթոռը սատկած ես,
ոչ միայն ընդհանրապես ստատկած, այլ աթոռած ստատկած։ Բնական է դու պիտի ասես չնայեք, չքննեք, հերթով պիտի արդարադատության նախարարներ հեռացնես, թե ինչու հիմնավոր չեք պատասխանել Հայրիկյանին, ինչպես էինք ինձ համար իմ նկատմամբ քրեական գործ ներկայացնում։ Ուրեմն սահմանադրական շարժման ընթացքում մենք մյուս խնդիրներից չենք հրաժարվում։ Մանավանդ ունենք այնպիսի հարց, ինչպիսին գերիներն են, ունենք խաղաղության հարց, այո, բայց հենց այստեղ մենք փոխանցումը ստացել ենք։ Ինչ խաղաղություն ավազակի հետ։ Ավազակների հետ խաղաղության պայմանագիր չենք կնքում։ Ավազակներին միջազգային հանրության աջակցությամբ կանգնեցնում են պատի առաջ, պատասխանատվություն են պահանջում։ Եթե մենք կորցնում ենք այն ժամանակը, որ մեզ տրված է, կանգնում ենք լուրջ դժվարությունների առաջ։ Այս փուլում մոռանում ենք ռուսամետ, չինամետ, իրանամետ, եվրոպամետ եւ այլն հակասությունները։ Ի վերջո մեր ժողովուրդն է որոշելու ինչ ճանապարհով գնալ։ Ժողովուրդը եւ մենք բոլոր քաղաքական գործիչներս ենթարկվելու ենք մեր ժողովրդի կամքին։ Եթե չես ենթարկվում, ինքը իր քվեով քեզ շպրտում է Լուսանսկ, քաղաքական դաշտի Լուսանսկ։ Ուրեմն այսպեսով ծրագիրը հստակ ներկայացնեմ։ Համախմբվում ենք բոլոր քաղաքական ուժերով։ Ով չի համախմբվում, համարում ենք, որ ինքը փոքրիկը դեռ մեծանալու տեղ ունի, դասեր պիտի քաղի, սովորի, հասկանա, որ ժողովրդի իշխանության համար պայքարելը կարևորագույն խնդիրն է։ Գիտեք ֆրանսիացիների հեղափոխության հռչակագրում ինչ է արձանագրված։ Բոլոր քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Տեսեք, 200 տարի առաջ, 250 տարի առաջ։ Բայց մեր քաղաքական գործիչները կարծում են իրենց գլխավոր խնդիրը աթոռին տիրանալն է եւ երկիրը թալանելը։ Եթե չեն էլ ասում, դա է իրենց էության մեջ։ Այլապես ես վաղուց շրջապատված կլինեի աջակից քաղաքական ուժերով։ Ես եմ պայքարել, որ դուք բազմակուսակցական Հայաստանի գործիչներ լինեք, թե չէ բոլորը հիմա կոմսոմոլ կամ կոմունիստ էիք, ինչպես են թվերին, երբ իմ ընկերները բանտերում զոհվում էին, անունները կարող եմ հերթով տալ, սկսած Հայկ Իսկանդարյանից 68 թվականին KGB-ի բանտում սպանվեց, Ստեփան Զատիկյան, Հակոբը, Զավենը, Քաջիկը, կարող եմ շարունակել, Իշխան Մկրտչյանը, այնպես որ պատասխանատվության զգացումով եկեք վերաբերենք, ամեն օրը, որ մենք թույլ ենք տալիս, որ երկրի տերը լինի ոչ թե ժողովուրդ, այլես սրանք, հենց միայն սրանք, այդ ամեն օրը մեր մեծագույն սխալն է։ Ուրեմն շատ արագ համախմբվում ենք, ստեղծում ենք այդ խորհուրդը, զուգահեռաբար ով ինչ հարցով ուզում է զբաղվել, զբաղվում է։ Պահանջում ենք անմիջապես իր իսկ ստեղծած համանդրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակավ քննարկի բացարձակ ժողովրդավարության նախագիծը, բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագծի հիմնադրույթների դեմ որևէ իրավագետ նշանակում է նաև ճշմարտության մասնագետ, իրավ, որևէ իրավագետ, ոչ միայն հայերենում, մյուս լեզուներում էլ այդպես, չի կարող հակառակվել։ Դա կնշանակի ճշմարտության դեմ կռվել։ Հաջորդը, եթե անկարծ համարձակվեն հակառակվել, այդ դեպքում մենք ցույցերն անում ենք սահմանադրության համար։ Պատկերացրեք ընկալումը։ Ցույցեր ենք անում Նիկոլ դու վատն ես, մենք պիտի լինենք իշխանավոր, այստեղ ասում ենք Նիկոլ, իշխանությունը ժողովրդին է պատկանում, դու ունես խուժան սահմանադրություն։ Եվ դու չնայած իշխանության ես եկել այդ սահմանադրությունը փոխելու կոչերով, մերժել ես քեզ։ Հաջորդ փուլում մենք հանրության աջակցությամբ իհարկե, իսկ այստեղ հանրությունը մեզ անպայման կաջակցի, հա, իդեպ ասեմ միանգամից, եթե հանկարծ որոշեք, ինչպես ասում են, օյին բազություններով զբաղվել, ես կոչս ուղղակի կուղեմ քաղաքացիներին։ Այո, մեկ-երկու անգամ նրանք կմտածեն, հետո կհասկանան, որ ի տարբերություն են տարբեր, իբր թե համազգային պորտկումների փորձերի, նույնիսկ այս վերջի շրջանի փորձերը միասին դաշինք, սրբազան շարժում, ծրագիր չէին ներկայացնում, իսկ այստեղ ծրագիր հստակ է, մենք պիտի գտնենք հակառակորդի ամենաթույլ տեղը, ոչ թե նրա զենքով փորձենք իր դեմ աշխատել, պոպուլիզմով, պարզունակ քննադատություններով, ամենաթույլ տեղը։ Հաջորդ փուլը արագացված ընթացքով մենք հասնում ենք նրան, որ եւ խորհրդարանը քննարկի այդ նախագիծը, եւ օր սահմանվի ու իրականացնենք իշխանությունը ժողովրդին փոխանցելու ծրագիրը։ Դա կարող էր տևել 3 ամիս, եթե դուք վաղուց ինձ միացած լինեիք այս հարցում, ընդհանրապես ինձ ոչ ոք պետք չի, որ ինձ միանա։ Ամեն մարդ իր ճանապարհն ունի եւ ես ուրախ եմ ամեն մեկին իր ճանապարհի վրա տեսնել, բայց այս հարցում
Ճակատագիրը ինձ տվել է այս առաքելությունը, որպես ես էլ փոխանցեմ ձեզ, ինչպես անցյալում տրվել էր անկախության գաղափարը։ Առանձին բաների մասին չեմ խոսում, այնպես որ միասնական ուժերով պիտի աշխատենք։ Հա, Հայաստանում Եվրոպամետեր են հավաքվել, բայց բացարձակ ժողովրդավարությունից սարսափում են։ Չեմ հասկանում, դուք ինչ Եվրոպամետ եք։ Ժողովրդավարությունն է Եվրոպայի գլխավոր արժեքը։ Դուք Եվրոպամետ եք, բայց Հայաստանում բացարձակ ժողովրդավարության, գիտեք, կանգնում ասում, մենք բացարձակ բառի հետ համաձայն չենք։ Բացարձակ ոչինչ չկա աշխարհում։ Այդ քո պրիմիտիվ մակարդակը տեղին է։ Բայց խորացիր ինչի մասն է խոսքը հետո։ Իսկ ինչի երբևէ չասացիք, բացարձակ բռնապետություն չկա։ Բացարձակ միապետություն չկա, այնտեղ էլ է, չէ՞, բացարձակ եզրը օգտագործվում քաղաքագիտության մեջ, իրավագիտության մեջ։ Այնպես որ այդ բառախաղերը պահեք ձեզ համար կամ ձեզնով խելաբան, ձեզնով հիացած միամիտների համար։ Ես առաջարկում եմ աշխատանք։ Հստակ նպատակասլաց աշխատանք։ Իսկ իշխանությունը ժողովրդին վերադարձնել նշանակում է ժողովուրդը դրանից հետո իր նախասիրությունների համաձայն արդեն նոր համակարգի պայմաններում, իսկապես արդար ընտրություններում, ոչ մերժված, բայց վարչապետի պաշտոնակատար աշխատող իշխանությունը զավթած քրեական հանցագործի, այլ արդար պայմաններում կընտրի վարչապետին, ժողովուրդը որպես երկրի նախագահ, ամեն քաղաքացի նախագահ է եւ իր նախագահի իր մասով, իր չնչին տոկոսով իրար միանալով կընտրեն վարչապետին, կընտրեն ազգային ժողով եւ դուք բոլոր նրանք, ովքեր որ ասում են, չէ, առանց աթոռ ստանալու ես ոչ մի բանի ընդունակ չեմ, անպայման պիտի աթոռի նախ իշխանությունը վերցնենք, այդ ժամանակավոր իշխանությունն էլ կշրջանցնենք, կանցնենք արագ, միանգամից կունենանք օրինավոր իշխանություն, բայց դե իհարկե դուք կարդաք, բայց ասում եմ, որևէ իշխանավոր 2 տարուց ավելի ժամկետով չի ընտրվելու։ Ընտրվեց, աշխատեց, լավ աշխատեց, կվերընտրվի 2 տարի հետո։ Ժողովրդավարությունը պետք է դառնա մեր առօրյան։ Մնացյալ մանրամասների մասին ես հետո խոսեմ, պատրաստ եմ գիշեր ցերեկ բոլոր քաղաքական ուժերի հետ առանձին հանդիպել, այն քաղաքական ուժերը, որ իրենց լռությամբ չեն ընթառաջի այս նախաձեռնությանը, հիմիկվանից ձեր տեղը պատկերացրեք։ Դուք ուզում եք հաջորդ Նիկոլը դառնալ, ցույց չտամ էլի ինչ կասեի ձեզ։ Կդառնաք հաջորդ Նիկոլը։ Նիկոլը ձեզնից լավն է, եթե դուք ուզում եք հաջորդ Նիկոլը դառնալ։ Մեզ պետք է որակ, եւ այդ որակը մենք չենք որոշող, այդ որակը պետք է որոշեն երկրի տերերը։ Իսկ երկրի տերերին կաշառելու փորձ, նրանց վիճակը շահարկելու փորձ պիտի դատապարտելի լինի բոլոր առողջ մարդկանց կողմից։ Իսկ առողջ գիտեք երբ են մարդիկ իրենց դրսևորում, երբ ունեն փոխադարձ վերահսկողություն։ Եթե ես մենակ ինչ-որ բան անեմ, ես կարող եմ սխալ թույլ տամ, բայց երբ ես գործում եմ ինչ-որ չափով ընդդիմադիր մարդու հետ, բայց բարձր նպատակի համար, ինքը սխալվի, ես կասեմ սա ճիշտ չէ, ես սխալվեմ, ինքը կասի։ Չերկարաբանեմ, ուրեմն ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել բարձր գաղափարի շուրջ, Հայաստանի քաղաքացիներին երկրի տերը դառնալու գաղափարի շուրջ։ Եվ դա ամենակարճ ճանապարհն է արմատական փոփոխություններ կատարելու համար, Հայաստանի վարկը բարձրացնելու համար միջազգային մակարդակով, եւ նաեւ քաղաքակրթական համամարտկային քաղաքակրթական ներդրում ունենալու մեծագույն բացառիկ հնարավորությունն է մեր ազգի համար։ Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք, սպասում եմ ձեր արձագանքներին ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան։ Աստված մեզ պահապան։